Պարտիրոջ ժողովրդյան, Փառք Հիսուսին։ Սերներ, մենք գիտենք, այս 3 օրը ամբողջ մեր եկեղեցիները Հայաստանի ծոմապահությունների մեջ աղոթներ են անում առ Աստված, մեր ազգի, մեր երկրի, մեր ժողովրդի ապաշխարության, մեր ընտանիքների սրբացման համար Պարտիրոջ է եւ այս աղոթքը, որ պետք է անենք, նորից այդ հոգսի համար պետք է լինի։ Բայց ես ուզում եմ մինչև այդ աղոթքը Սուրբ գրքից մի տեղ ընթերցել, նորից մեզ բոլորիս համար մի քանի վայրկյան, մի քանի րոպե այդ ուղղությամբ խորենք եւ նորից կշարունակենք աղոթենք։ Զաքարիա մարգարեության մեջ, երբ որ մենք կարդում ենք 8-րդ գլխի մեջ 18 համարն այսպես ասում. Եվ Զորաս Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. այսպես է ասում Զորաս Տերը. 4-րդ ամսի ծոմին եւ 5-րդ ամսի ծոմին, 7-րդ ամսի ծոմին եւ 10-րդ ծոմին Հուդայի տան համար պիտի ցնծություն եւ ուրախություն եւ խնդալից օրեր դառնան։ Ուրեմն ճշմարտություն ու խաղաղություն սիրեցեք։ Աստված ասում է, որ տալիս է այս ամիսներին, որ այսքան ծոմ է պահվել Հուդայի տան համար, Իսրայելի տան համար, ասում է ուրախության ու խնդության օրեր են գալու։ Մենք հավատում ենք, ժողովուրդ ջան, որ Աստված ողորմած Աստված լինելով մեր ազգին, մեր ժողովրդին ողորմություն արել ու պիտի անի։ Գիտեք, եթե նայում ենք մենք ազգերի ժողովուրդների պատմությանը, բարեկամներ, այսօր շատ ազգեր, հզոր զորավոր ազգեր եկել անցել, գնացել են ու վերացել են։ Այսօր աշխարհի մեջ շատ ազգեր, շատ ժողովուրդներ իրանք դաշնակիցներ ունեն, ընկերներ ունեն, հարակից ասենք երկրներ ունեն, միաբանություններ ունեն, որ մեկ-մեկուն օգնում են, հասնում են, կարեկցում են, բայց որ նայում ենք մեր ազգին, ոչ մեր լեզուն է, որից է մի հատ ազգի լեզվի նման, ոչ մեր տառերն է, որից է մի ազգի տառի նման, ոչ մեր հասկացողությունն ու մտածելակերպն է, որից է մի հատ ազգի նման, եւ ոչ էլ մենք մի հատ հենց ազգ ունենք աշխարհի մեջ, մի հավատարիմ ազգ, որ մեզ ասենք մի ժողովուրդ, որ մեզ կարողանան, ասենք, օգնական լինեն, անմնացորդ նվիրված լինեն, մեզ պաշտպանեն, եւ դարեր շարունակ այդպես աղել, բայց Փառք Տիրոջ ժողովուրդ ջան, որ մենք Տեր ունենք։ Ես չգիտեմ ինչի է այսպես, բայց ես մի բան գիտեմ, որ Աստված ողորմած Աստված է, երկայնամիտ Աստված է։ Բայց որպեսզի այդ ուրախության օրերը գա, դրանից առաջ ինչ է պետք մեզ անելու։ Երբ որ ես կարդացի 18 համարը, բայց այդ նույն գլխի 16 համարից այսպես ասում. սրանք են այն բաները, որ պետք է անեք։ Ճշմարտություն խոսեք ամեն մարդ իր ընկերի հետ։ Արդարությունով ու խաղաղ դատաստանով դատեք ձեր դռներում, եւ ամեն մարդ իր ընկերին չար մի խորեք ձեր սրտերում, եւ սուտ երթում մի սիրեք, որտեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տերը։ Եվ Զորաս Տիրոջ խոսք եղավ ինձ ասելով, այսպես է ասում Տերը, այս ծոմերին, որ ասում է ուրախություն ու խաղաղություն պիտի գա։ Այսինքն բաներ կա, քուրեր եղբայրներ, որ խանգարում են մեզ, որպեսզի այդ օրհնությունը, խաղաղությունը, ուրախությունը գա։ Եվ այստեղ մի քանի կարևոր մտքեր կա, ես ուզում եմ սրա վրա լուրջ ուշադրություն դարձնենք։ Առաջին ասում է ճշմարտություն խոսեք ամեն մարդ իր ընկերի հետ։ Ճշմարտություն խոսենք։ Ինչ նշանակում ճշմարտություն խոսել, ժողովուրդ ջան։ Մենք ձգտում ենք միշտ ասենք ուրիշների հանդեպ, տարբեր մարդկանց հանդեպ մեզ լավ ցույց տալ, ուղիղ ցույց տալ, մանավանդ ինչքան այս տան մարդիկ մեզանից հեռու են, այսինքն մտերմական կապից, բարեկամական կապից ինչքան հեռու են, մենք աշխատում ենք հենց բաներ չանենք, որ թերություն չսխալ չանենք, կամ մարդին ինչ որ բանով չվշտացնենք, դե հարևանա չնեղացնենք, այն մեկն է մյուսն է, կամ ես հոգևոր եմ, ասենք աշխատում եմ, որ ուր գնամ, ինձ հոգևոր ցույց տամ, բայց Տերն ուզում է, որ ես ճշմարտություն խոսեմ։ Բայց ինչպիսին եմ ես ներսում, իմ սրտի մեջ ինչպիսի վիճակի մեջ եմ ես, իմ տան մեջ ես ինչ վիճակի մեջ եմ, ինչ հարաբերության մեջ եմ իմ կնոջ հետ, իմ ամուսնու հետ, իմ զավակների հետ, ինչ հարաբերության մեջ եմ իմ հարսի հետ, իմ կեսուրի հետ։ Մենք շատ ժամանակ ժողովուրդ ջան, դրսիններին շատ լավ խողարկում ենք, դրսիններին շատ լավ ցույց ենք տալիս, բայց մենք մեր մտերիմների, մեր ներսի հետ շատ վատ հարաբերության մեջ ենք։ Տերն ասում է ճշմարտություն պիտի խոսեք։ Մենք պետք է ճշմարտություն խոսենք։ Որովհետև ժողովուրդ ջան, մենք ինչ ենք խոսում։ Գիտեք, ասենք, ոչ մի անգամ ասենք
կողքինին դու չես լարում, բայց մեկ է կինը նստում է սկսում է մարդի ականջին կաթացնել է, աղբերդ, բա գիտես, լատես աղբուրդ կնիկը, վայ լատես մերդ, նրան սիրում է քեզ չի սիրեմ, այն մեկին տվեց, քեզ չտվեց, ասինքում սկսում է ինչ անել, թունավորել ժողովուրդ ջան, այսօր մենք ինչքան ենք թունավորեմ, մենք ուրիշներին չենք ասում, որ գնաս հարևանի կողքին նստես, խոսած, գիտես, հոգևոր ես, կասեն, վայ, հավատացյալ Արտակն ես, ինչ ասեմ, բայց կնգան ասեմ, աղբորն ասեմ, մորն ասեմ, ու ամեն օր, Եվ ուզում ենք, որ Տերը լսի ժողովուրդ ջան, մենք բերեք ուղիղ խոսանք, մենք դրսինների համար մեզ շատ լավ ենք ցույց տալիս, Հարևանս, Արտակ ջան, ասում արա դու ինչ մարդ ես, դու ես, քեզ տենում ենք Հիսուսին ենք տենում։ Բայց կինս ասում է, որ ես ինձ տենում եմ Հիսուսին ա տենում։ Մենք բերեք ճշմարտություն խոսենք, ժողովուրդ ջան։ Մյուսը տեսեք ինչ ասում։ Արդարությունով ու խաղաղ դատաստան արեք ձեր դռներում։ Եթե մարդը արդար չի, նա չի կարող արդար դատաստան անի։ Ոնց կարա մարդ, եթե արդար չի, նա արդար դատաստան ոնց կարող անի։ Եթե մարդ արդարության հետ գործ չունի։ Սուրբ գրքի մեջ մի հատ դիպված կա։ Եվ որ հեուն գնում էր, եկավ ասում խաղաղություն, ասավ դու խաղաղության հետ ինչ ունես։ Դու խաղաղության հետ ինչ գործ ունես։ Ժողովուրդ ջան, եթե մարդ ինքը արդար չի, ասինքն այս մարդը ասու Քրիստոս այս մարդի կյանքի մեջ չի, այս մարդը հավետանի խոսքով չի ապրում, այս մարդը Աստծո երկյուղով չի առաջնորդվում, այս մարդը ինչ արդար կարալի։ Ես հիշում եմ տարիներ առաջ մեր գյուղերից մեկը, մեր Վայթե Կատնաջուր գյուղը մեր, մի հատ որսորդ տղա գնացել էր բաներ բերես, վերջը դաշսարից մի հատ աղվեսի ձակ էր, գտե փոքր ձակ սենց, փոքր աղվեսի ձակ, բերել էր այս աղվեսի ձակը պահել էր, կաթ էր տվել, մեծացրել էր, հավանոցը մեծ սետ կայրել, այս հավանոցի մեջ պահել էր այս աղվեսին։ Մի քանի ամիս պահել էր, մեկ է մի օր վեր կացետեր, այս հավերը վարի գնացած աղվեսներ չկա, հավերից մեկինի հետը տարել։ Մեկը նա աղվես էր, ինչքան ուզի հավերի հետ մեծացավ, նրա բնույթը չփոխվեց, ժողովուրդ ջան։ Եվ եթե մարդու բնույթը չի փոխվել, նա չի կարող արդար դատաստան անի։ Կապ չունի հավատացյալա, հոգևորա, աղոթողա, երկողա, ծառայողա, երեցա, հովիվա, սարկավագա, չգիտեմ, քարոզիչա։ Կապ չունի, եթե մարդու բնույթը չի փոխվել, նա չի կարող արդար դատաստան անի։ Թող Տերը ողորմա, ես չեմ ուզում երկարացնեմ, որ պետք է աղոթ կանենք։ Եվ ասում ամեն մեկը տիրենկերին չարմի խորեք ձեր սրտերում։ Երրորդ բանը ասում ձեր սրտերում չարմի խորեք։ Այսօր մեր սրտի մեջ ինչ ենք մենք խորում։ Նայեք բարեկամներ, Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ մարդու սիրտը չար եւ խոտորնակ է, եւ ամեն օր այդ սրտի չար խորհուրդներ է դուրս գալի։ Գիտեք, եղբայրները, որ ասում են, այդ բնույթը քու մեջ կա, այդ հին բնույթը, այդ թույնը, այդ մահաբեր հին բնույթը դիվականը, որը որ դատապարտվել է հավիտենական մահվան, մեր հին բնույթը մինչև մեր ֆիզիկապես մահանալու վերջի վարկյանն էլ նա մեզ հետ պետք է լինի։ Նա մեր մեջից չի դուրս եկել, նա չի էլ դուրս գալու։ Որոշները մտածում են, որ այ գնանք ապաշխարենք, հավատացյալ դառնանք, էլ էս չիլիսենց կլենք։ Ես հիշում եմ տարիներ առաջ մեր եղբայրներից մեկը կնոջս խորհուրդ էր տվել, այս կինս բա դե ամուսնացել է, պրոբլեմա, դժվարությունա, մտածում է, որ հոգևոր մարդիկ են, ընտանիքի մեջ դժվարություն չի լելու, պրոբլեմ չի լելու, ոչ շիվան չի լելու, ամեն ինչ գլատկի պետք է ալի, դե մարդը մտածում է, հոգևոր երիտասարդները դες մտածում են, մեկ էլ որ դժվարություն, պրոբլեմ, մեկ էլ սա գնում ասում է, եղբայր ջան ասում է, բայց ես գիտեմ, որ սենց ընտանիքım դժվար, ասում այ քուրիկ ջան, հոգևորի տանը ինչ դժվարություն, ինչ պրոբլեմ, պետք է չլի։ Անցկացավ մի քանի ամիս հետո, մի տարի չէր լռացե, մի գիշեր ես մարդ ընկավ մեր տուն, գիշերվա կեսին, ժամը 11-ն անցա, լաց հալım, փրկի արտակ, փրկի ինչ այլ այ աղբեր, հասի տունս քանդվում է, եկա վեճ, կռիվ, պատերազմ, սա հոգևոր են, ինքն ու կնիկը հոգևոր են, մնացածները չէ։ Գնացել եմ վերջը, խոսացինք փառք Աստծո, ասի Այս կինս մտիկ արավ, գլուխը կախ, հետը ստարա, չեր ուզում գար, հետը ստարա ասեցի, արի ես իրան բան չասեցի, ասի թող գա իր աշկով տեսնի։
Եվ որ աշկով տեսավ, ականջով լսեց, ասավ, բա ես հենց գիտեի սենց է, ժողովուրդ ջան, բոլորիս կյանքի մեջ էլ պրոբլեմ ու դժվարություններ պետք է լինեն, որտեղ մեր մեջ մի հին հրեշ կա, որը մինչև վերջի վարկյանը մեր կյանքին ամեն ինչ անելու է, որպեսզի մեզ հավիտենական դժոխք ուղարկի, բայց փառք Տիրոջ է, որ մենք ունենք Քրիստոս կենթանի Աստված, որ նա մեզ վերստին ծնեց եւ մեր մեջ մի հատ նոր մարդ դրեց, որ նա օրեցօր մեզ նորոգում է, զորացնում է, եթե մենք նրան լսում ենք, աճեցնում է, պատրաստում է, որ երկինք տանի։ Դրա համար սիրելիներ, մենք թույլ չտանք, որ մեր սրտի մեջ չար խորհուրդներ ամեն օր։ Այդ խորհուրդ ամեն օր պիտի դուրս գա։ Աշկի տեսած, մարմնի տեսած, աշկի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, ամեն օր մենք սա տեսնում ենք։ Ամեն օր այդ ցանկությունները, զգացմունքները մենք մարմնի մեջ ենք, զգում ենք, վայելում ենք, բայց դրանք մենք պետք է մենք ոտնակոխ անենք։ Այսօր առավոտ կարդում եմ, Տեր Հիսուսը Մարկոս ավետարանի մեջ ասում է, «Այն չի բանը, որ ներս ա գնում մարդին պղծում, որտեղ այդ գնացածը կերակրի հետ դուրս ա գնում։ Բանը նա է, որ մարդու սրտից ա դուրս գալիս, որ նա մարդին կործանում է։ Դրա համար ասում է, ամեն օր պիտի ուրանաս քո անձը, քո խաչը վերցնես ու իմ հետևից գաս, եթե ուզում ես երկինք գնաս։ Դրա համար մեր սրտի խորհուրդներին տեղ չտանք, ժողովուրդ ջան։ Ամեն օր այդ սիրտը չար խորհուրդներ պիտի անի, աշկերդ բացարին նա պիտի այդ թույնը արտադրի, իսկ այդ թույնը դու պետքա փագես։ Այդ թույնի ճանապարհը պետքա արգել հանդիսանաս, որպեսզի Աստծո օրհնությունը գա։ Եվ վերջինը բարեկամներ, ասում է, սուտ երթում մի սիրեք։ Սուտ երթում մի սիրեք, որովհետև ես այդ ամենը ատում եմ, ասում է Տերը։ Գիտեք, ստեղ նստածներս ճնշող մեծամասնություն է, հոգևոր մարդիկ են, վերստին ծնված, շատերդ մկրտված, շատերդ ուխտ արած Տիրոջը։ Գիտեք, ստեղ որից է մեկին ոչ մեկը չի տարել ստիպել, որ ուխտ անի, որից է մեկին չի տարել, որ ստիպել, որ այս մարդը այս կյանքն անի։ Գնորը նորից եմ ասում, խոսում եմ մի երիտասարդի հետ, ասում ախպեր սենց ասում, ինչ որ դու ասում ես ճիշտ ես ասում։ Դու ծաղիկն ես ցույց տալի, տերևն ես ցույց տալի, ճյուղն ես ցույց տալի, բայց արմատը դու չես ասում։ Ասում բարեկամ, ինչի համար այս ամենը քո կյանքում հասել։ Այդ դժվարությունները ինչի համար ես դու գնեմ, որտեվ դու ուխտը դրժել ես։ Ժողովուրդ ջան, դուք ուխտել եք Տիրոջը ծառայեք։ Եվ որ դուք մկրտվում եք, ովքեր որ մկրտված են, դուք ուխտել եք, որ մկրտվեք։ Որտեվ մկրտության ժամանակ դու խոստացել ես, որ մինչև կյանքիդ վերջ ծառայես Տիրոջը։ Դու որ ստեղ ես եկել, դու որոշել ես, ուխտել ես, հավատացել ես, որ Քրիստոսն է կյանքը, ուխտել ես, որ իրան պաշտես։ Իսկ եթե մի դու ուխտը ձանց ես անում, Սուրբ Գիրքը ասում է, դառը բան է քո Տեր Աստծուն թողալը։ Դառը բան է Աստծուն թողալը։ 50 Սաղմոսի մեջ ասում է, իմ մոտ կանչեք ինձ հետ ուխտ անողներին։ Ես ասեմ երկրորդը տղա ջան, դու ամուսնացել ես, դու նույնպես ուխտ ես արել Տիրոջ առաջ, որ քո ընտանիքով Տիրոջը պաշտեք։ Որ դու պետք է հավատարիմ լինեք, իրար սիրեք, ներեք, սրտ դու զանց ես արեք ուխտերը, դու թողել ես, դու ճեղք ես բացել, դու դուռ ես բացել, սատանային տեղ ես տվել և նա մտել է քո կյանքի մեջ, դու մինգել ես ասում ես, ծառի ճյուղը պոկվել է, տերևը բոփորձնած է, կլեպը ճեղքված, ասեմ դու քոքը բժշկի, ծառի արմատը բժշկի ու ծառը կարող չանա։ Դրա համար ժողովուրդ ջան, մենք ուխտել ենք։ Մեր ազգը դարեր շարունակ ուխտել է, այսօր ստեղ մարդ չկա, ամոզված եմ, չկա մեկը, այն փոքրից սկսած մինչև մեծ, որ կան իրան ասեն, դու մուսուլման ես, բան սա ուրախան ասի, հա, սաղ ասում են, չէ, մենք հայ ենք, քրիստոնյա ենք, պարծենը մենք ասում ենք, որ մենք ով ենք, բայց մեր ուխտը ինչքանով ենք մենք պահում։ Տեր ասում է, դարձեք, օրինացի մեջ գրված է երկրորդ, ասում է, եթե իմ անունով կանչված ժողովուրդը հետ դառնա, զղջա, խոստովանվի, թողա իր անօրենությունները, պիտի բժշկեմ իրան, իր երկիրը, իր ազգը։ Մենք հավատում ենք սրան, բարեկամներ։ Այո, Աստված մեր Աստված ողորմած է, եւ այս ծոմերը առաջինը մեզ համար է, որպեսզի մենք շտկվենք, մեր հարցը, մեր հաղորդակցությունը, մեր կապը երկնքի հետ հաստատենք։ Երկրորդը նրա համար է, որպեսզի մենք հաստատվելով մեր տան մնացած մեր ընտանիքի անդամներից սկսած, մեր կողակիցներից, մեր զավակներից, մեր ծնողներից սկսած, որ դառնան այդ հավիտենական Աստծուն, որ ճանաչեն այդ Քրիստոսին, որ այդ լույսը ծագի իրանց սրտերի մեջ էր, որ իրանք անդարս կորուս չգնան, եւ որից հետո մեր ընտանիքները փրկվելուց հետո ողորմություն հասնի մեր երկրին, մեր ժողովրդին, մեր ազգին։ Մենք հավատում ենք սրան, մենք սպասում ենք սրան։ Այո, Տերը ողորմած է, որտեղ ինքը իր խոսքի հետևը կայնած է, ասում է երկիր ու երկինք կանցնի, բայց այս խոսքերից մի կետ չի անցնի։
Գիտեք, այսօր ինչի համար է մեր ազգը ցվրված։ Ինչի համար է աշխարհի տարբեր տեղեր գնեմ մի կտոր հացի համար չարչարվեմ, տանջվեմ, տառապեմ, վախով, դողով, տանջանքով, թեգուստեղ, թեգուզնդեղ, որտեվ զանց են կարել, թողել ենք Տիրոջը։ Դառը բան ասма կուտեր ասուն թողալը, բայց երբ որ հետ դառնանք, ասма ես պիտի ողորմություն անեմ, օրհնություն պիտի բերեմ, իսկ երբ որ Աստված օրհնեց, ով կարա դեմ կանգնի, ժողովուրդ ջան։ Ով կարա դեմ կանգնի, թող Տերը փառավորվի։ Մենք ըմին պետքա կանգնենք ոտքի։ Ես պիտի խնդրեմ երկշախումը մի հատ երգերքի, եւ մեր ծառայող եղբայրներին խնդրեմ բարձանան վերև, եւ մի հատ աղոթ կանենք, ովքեր ուզում են, որ իրոք իրանց սիրտը փոխվի, ովքեր որ իրոք սրտերի մեջ տեսնում են, որ չարեր չարախոսել են, դատել են, խոսացել են, տակներն են տվել ընտանիքներին, չգիտեմ, ինչ որ բան է իրանց կապված է, որ չեն կարողանում ազատվել, թող առաջ գամ պիտի աղոթենք։ Եվ խնդրում եմ ձեր աղոթների մեջ շարունակեք աղոթելը։ Ծոմերը պետք է շարունակեն, ովքեր ինչքան կարան, սա մենակ մի օրով չի, ժողովուրդ ջան, 2-3 օրով չի, շարունակեք ծոմեր աղոթները։ Այսօր ժամանակն է, այո Տեր, որ Տերը մեզ ողորմա, այսօր ժամանակն է, որ մենք Տիրոջից ողորմություն գտնենք։ Թող Տերը փառավորվի։ Մեր հույսը Աստված է, իսկ Տիրոջն ասում է, Տերն ասում է իրան հուսացողը չի ամաչելու։ Երգենք։